մենք կարող ենք չէ երջանիկ լինել։ Կարող ենք մեր երազած կլինիկան ունենալ։ Միասին աշխատենք, ընտանիք, երեխա։ Չգիտեմ, ես այդ հարցը ինձ ամեն օր տալիս եմ։ Ամեն օր տալիս եմ ու պատասխան չկա։ Մենք ուղղակի ստեղծված չենք իրար համար։ Երևի ճակատագիր է, որ միշտ սիրենք իրար, բայց երբեք միասին չլինենք։ Տենց չի։ Ես քեզ շատ եմ սիրում, Գևո։ Ու միշտ սիրել եմ։ Ու ոչ մի պահ չի եղել, որ չսիրեմ։ Այս 5 տարիների ընթացքում ամեն օր, ամեն վայրկյալ, ամեն ժամ սիրել եմ քեզ։ Սենց չի կարելի, Գև։ Ինչի չի կարելի։ Չի կարելի երջանիկ լինել։ Ինչի՞ ես վախենում։ Չեմ վախենում։ Ուրեմն ես քեզ այդ բաց չեմ թողել։ Ինչի՞ ես խոսում։ Չգիտեմ ինչ ասեմ։ Ուզում եմ ասեմ, որ գնաց։ Ուզում եմ ասեմ, որ ինձ հանգիստ թողնես, ուզում եմ ասեմ, որ էլ չեմ ուզում քեզ տեսնել, ուզում եմ ասեմ, որ դու ամուսնացած ես, որ գնաս։ Բաս, ինչի՞ ես ասում։ Չեմ կարողանում։ Քոնե մի քիչ ժամանակ անցներ։ Սենց միանգամից։ Միանգամից։ 5 տարին քիչ էր։ Իսկ Դիանան Չեմ ուզում լսեմ իր մասին։ Եվ ես ինչքան էլ որ ուզում եմ քեզ հետ լինել, բայց կան բաներ կապ չունի ինչ է եղել 5 տարի առաջ։ Հիմա մեր իրականությունը է սա։ Ոնց որ այստեղը որ այդ վատ ազդում։ Արի գնանք ուրիշ տեղ։ Գնանք։
Ասա ջանը։ Լյուսի ճիշտ էր։ Պետք է պապային կանչեմ։ Որ ասում եմ։ Գևորգը արդեն բացահայտ խոսում է բաժանվելու մասին։ Արևասես, որ մի քիչ կուշանա։ Երևի որոշել է։ Գևորգի հետ։ Ես գիտեի, որ սա այսպես է լինելու, գիտեի։ Ես հենց ամենաշատը դրանից էի վախենում։ Չգիտեմ ինչ ասեմ։ Չէ, մենք իզուր եկանք Հայաստան, իզուր, հետ հանդիպում անխուսափելի էր Սոնա ջան, ասում էի Արևիկին, բայց լսեց ինձ։ Հա լավ, ենթադրենք Գևորգին հանդիպեցին, ենթադրենք պարզեցին, ենթադրենք իմացավ այդ ամենը, ենթադրենք ներեցին իրար, հետո, բայց ախր Գևորգը ամուսնացած է, չէ։ Չգիտեմ, բայց սրանից ոչ մի լավ բան չեմ սպասում, Սոնա։ Չգիտեի, որ ծխում ես։ Չեմ ծխում։ Բա հիմա ինչ ես ծխում։ Վերջի անգամ մի 5 տարի առաջ եմ ծխել։ Փաստորեն լավ չեմ անդրադառնում։ Հազիվ ժպտացիր։ Ինչի մասին ես մտածում։ Դիանայի մասին ինչի ես մտածում։ Ինձ մեղավոր եմ զգում իր առաջ։ Չեմ կարողանում ինձ ներել, որ հիմա ամուսնացած տղամարդու հետ եմ նստած։ Դիանայի ամուսնությունը ընդամենը թղթաբանություն է հիմա։ Ես այդ հարցը արագ կլուծեմ։ Գև ես հասկանում եմ։ Ես ամեն ինչ հասկանում եմ, բայց ինչ-որ ներքին զգացողություն ունեմ։ Ինչ-որ բան ինձ խանգարում է հավատալ, որ մենք երջանիկ կլինենք։ Այդ ժամանակավոր է։ Բոլոր հարցերը ես արագ կկարգավորեմ։ Չգիտեմ, Գև։ Ես գիտեմ։ Մի անհանգստացի։ Այդ ինչ է, Գև։ Հիշում ես 6 տարի առաջ մատմատանի երկիր շատ դուր եկել։ Հա, հիշում եմ։ Այդ ժամանակ շատ երիտասարդ էինք։ Այդ մատանին մեզ համար շատ թանկ էր։ Ու ես հենց 6 տարի առաջ էր գնել եմ այդ մատանին։ Ու իրեք որ շատ թանկ մատան էր։ 6 տարի ամեն օր վճարում եմ իր համար։ Անտատ հարմարարիտ եմ մանեկել ես մատանին նվիրելու,
Չի հասկանում, որ քո կողքին անցկացրած ամեն վայրկյանն էլ հենց այդ հարմար առիթն է եղել։ Չգիտեմ ինչ ասեմ քեզ։ Ինչ պիտի ասես։ Շնորհավոր։ Եվ չգիտեմ ինչ ասեմ։ Ես գիտեմ։ Քեզ նոր չեմ ճանաչում։ Ասա որ շուտ է։ Ու պիտի համբերենք։ Ես քեզ մենակ շատ եմ խնդրում։ Կողքս եղեմ։ Օգնի ես ինձ ներեմ։ Ինձ մենակ մի թող։ Ես սիրում եմ քեզ։ Այսքան տարի ոչ մի վայրկյան չեմ դադարել սիրել։ Բայց սենց չի լինի։ Ես չգիտեմ ոնց գնամ ու մամայիս ասեմ, որ մենք նորից միասին ենք։ Ես կխոսամ մամայի հետ։ Չի հասկանամ։ Կհասկանամ։ Կարևորը դու ինձ հասկանաս։ Ինձ մենակ քո խոսքն է պետք։ Ամեն ինչ լավ կլինի։ Այդքան շատ չի կարելի։ Չեմ կարողանում հանգստանալ, ձեռքերս դողում են։ Որովհետև անդադ քայլում ես, նստիր։ Եվ հետո պետք չէ այդքան խմել, ավելի լավ է քնիր։ Դուք կարծում եք ես հիմա կարող եմ քնել։ Ո՞նց քնեմ։ Քնիր, պարկիր եւ փորձիր քնել։ Կարթնանաս ավելի առողջ։ Ես ավելի լավ է գնամ օֆիս։ Թե չէ կխելագարվեմ այս տանը։ Սոնա զանգի արևիկին ասա թող հենց հիմա գա, շատ ուշացավ։ Ասա թող հենց հիմա գա։
Սա իսկան անհասկացող։ Зяночка. Կարող է գնանք քաղաքում մի քիչ պտտվենք։ Չէ։ Ուզում եմ տուն բարձրանամ։ Մաման անհանգիստ է։ Սոնան էլ ինչքան ժամանակ է մեր տանն է։ Համել ուզում եմ մի քիչ պարկեմ հանգստանամ։ Այսօր նենց օր էր։ Բոլոր զգացողություններս խառնվել են, ուրախություն, տխրություն, խտիչվել եմ, բան չեմ հասկանում։ Ես քո հետ բարձրանում եմ վերև։ Չէ։ Սրանից հարմար առիթ հաստատ չի լինի։ Չէ, Լիգև, խնդրում եմ, մենակ ոչ այսօր։ Այսօր, վաղը, մյուս օր ինչ կապ ունի, մեկը մի օր պիտի խոսեմ, չէ։ Չէ։ Մաման հիմա պատրաստ չի դրան։ Ես անգիր գիտեմ ինչ ասել ու նորից սկսելու է ինձ մեղադրել, լավ էլի։ Լսի։ Ես գիտեմ մամա այդ ինչ պիտի պատասխանեմ։ Ու ես բարձրանում եմ վերև։ Լավ։ Չվախենաս, կողքդ եմ։ Սպասի ես։ Տանը նույն վիճակն է։ Հա։ Կամ տուն չի գալիս։ Կամ գալիս է ուշ, քնում է հյուրասենյակում։ Առավոտ շուտ դուրս է գալիս։ Չգիտեմ երբ է գալիս, երբ է գնում։ Շատ վատ է Դիաննա, որ մատերի արանքով ես նայում, որ հետևողական չես լինում։ Յորել սիրուն, հանգիստ թուղթը կբերի ու կասի ստորագրի, մենք բաժանվում ենք։ Չգիտեմ ինչ անեմ լույս։ Դա ով է։ Քո կարծիքով ով է։ Դավիթ ով դեռ ես զզվում եմ արդեն դրանից։ Լավ, ես չեմ հասկանում, ինչի չթողեցիր, ես մի հատ դրա հետ խոսայի։ Ինչ խոսաս Հելիոս, ինչ խոսաս, ինչ է հասկանում, որ ինչ խոսաս։ Լավ չես բացատրում։ Այդ անասունի արածն է այս ամբողջ պատմությունը։ Տեսնեմ, ապրես, շատ ճիշտ ես գրում եմ աղջիկ, այ որ գրես վերջացնես, ես քեզ հետո կբացատրեմ, թե ինչու ասա այսպես գրվում, եղա, բայց ճիշտ ես գրել, կեցես։ Ոնց ես բալիս։ Լավ եմ։ Մենք էլ ուզում ենք արդեն Արևիկին զանգենք։
Բարով ձեզ տիկին Գայանե։ Ձեզ լավ եք զգում։ Ինչ եղավ։ Ես ասում էի, չէ։ Ոչինչ լավ, ես հիմա խոսում էի այդ։ Մեզ մի րոպե ժամանակ տվեք, լավ։ Դներ ես բոլորս։ Ո՞նց ես։ Տիկին Գայանե, պետք չի ուզվել։ Դու երբեք չես հասկանա, տղա ջան, չէ, երբեք չես հասկանա։ Ուզում եմ խնդրեմ ձեզ մի քիչ էլ դուք մեզ հասկանաք։ Ինչ հասկանամ, հա։ Ինչ հասկանամ։ Աղջիկս լքեցիր։ Ամենապատասխանատու պահին մենակ թողեցիր։ Թողեցիր, որ տանջվի, թողեցիր, որ մեղք գործի։ Իսկ հիմա ինչ հիմա վերցել ես, ձեռքից բռնել ես, եկել ես և ինչ ես ուզում, որ ես հասկանամ։ Ես ու Արևը իրար շատ ենք սիրում։ Իսեր Աստծո, ես այդ խոսքերը շատ եմ լսել։ 5 տարի առաջ շարունակ ամեն օր լսել եմ այդ խոսքերը, բայց հետո ինչ դուրս եկավ, հա, ինչ դուրս եկավ, որ դա լրիվ սուտ խոսքեր էին, փունջ խոսքեր էին, իրանցից ոչինչ չներկայացնող խոսքեր էին։ Հիմա շատ բան ա փոխվել, տիկին Գայանե։ Ինչ ա փոխվել հիմա։ Հիմա ամեն ինչ ավելի վատ ա։ Դու ամուսնացած տղամարդ ես։ Ինչ պետք է փոխված լինի։ Տիկին Գայանե, ես եկել եմ ասեմ, որ ես ու Արևը որոշել ենք միասին լինենք։ Ու խնդրում եմ ձեզ, որ մեզ օգնեք։ Դու ոչ մեկդ էլ կյանքի դասերից օրինակ չվերցրիք։ Մենք երկուսս էլ շատ երկար ենք տառապել։ Ես տառապել եմ չսիրած մարդու կողք ապրելով, Արևիկը տառապել է ինձանից հեռու ապրելով, իսկ հիմա մեզ ոչ մի բան չի խանգարում։ Կինդ։ Չեմ ուզում մտածեք, որ Արևը ընտանիք է քանդում, որովհետև այդտենց չի։ Այդպես ա։ Ինչ էլ ուզում եք անեք այդպես ա։ Չէ որ դու կին ունես ու դու պատասխանատվություն ես վերցրել նրա համար։ Ես չի ուզենայում իմ կնոջ մասին խոսել, բայց մի բան հաստատ իմացեք, եթե Արևը չուզենա իմ հետ մնա, ես ամեն դեպքում բաժանվելու եմ։ Ես Դիանայի հետ չեմ ապրելու։ Ոչ մի բառ չասես։ Խնդրում եմ փորձեք ընդունել, որ Արևիկը իրոք կապ չունի։ Մենք արդեն մեծ մարդ ենք, երեխեք չենք։ Ես գիտեմ, որ դուք մեզանից շատ ավելի հեռուն եք տենում ու շատ ավելի եք հասկանում, բայց ես ու Արևը իրոք շատ ենք սիրում։ Ու հիմա մեզ ոչ մի բան չի խանգարում, որ միասին լինենք։ Եվ ինչ եք ուզում, որ ես դեզ ասեմ, հա? Ինչ եք ուզում լսել ինձանից։ Մամ,
Ուզում եմ, որ կողքից լինես։ Ուզում եմ կողքից լինես նենց, ոնց որ միշտ ես եղել։ Դու գիտես, ես բացի քեզնից աշխարհում ոչ ոք չունեմ։ Ուզում եմ ինձնից երես չթեքես, մամ։ Ընդունի իմ որոշումը։ Խնդրում եմ քեզ։ Ոնց որ տեսնում եմ, դուք արդեն ամեն ինչ որոշել եք։ Չէ, մամ։ Եթե դու դեմ ես, ես Այստեղ իմ կարծիքը որևէ բան փոխել չի կարող։ Արեգ ջան։ Ես ինչ։ Ես ուզում եմ քեզ երջանիկ տեսնել, բալես։ Ես ուզում եմ, որ դու երջանիկ լինես։ Ես ուրիշ ոչինչ չեմ ուզում։ Այս անգամ երջանիկ կլինեմ, մամ։ Դու կտեսնես, որ կլինեմ։ Սուրճը խմեն գնանք։ Վաղ ես սպասում։ Չէ։ Չգիտեի, որ մենակ չես։ Բարև, Լյուսի։ Ինչ ես անում ստեղ։ Բարև, Լյուսի։ Ինչի ես եկել։ Հետդ խոսալու բան կա։ Խանգարում եմ։ Իսկ ես չունեմ քո հետ խոսալու բան։ Ու հիմա ես ընդհանրապես կորցնելու բան չունեմ, նենց որ Ռադեղի ու դեմքը չտեսնեմ էլ։ Ձյանը, տենց մի ասա։ Դու կարող ես կորցնելու ոչինչ չունես։ Բայց դե Դավիթը տուն, անուն, պատիվ, աշխատանք։ Լյուսի ընդհանրապես չես փոխվել, գիտես։ Ուղղակի մի քիչ բլոնդ ես դառել։ Բայց քեզ ասեմ իմացի։ Դավիթը կորցնելու բան ընդհանրապես չունի։ Տուն, աշխատանք, անուն, այդ ամեն ինչ իմն է, ոչ մեկ ինձնից չի կարող դառնի, հասկացար։ Դավիթ ջան, այս կյանքում բոլորն էլ կորցնելու բան ունեն։ Լսի Ռադեղի ստեղից չեմ ուզում ձենդ լսեմ։ Անալիզների պատասխանն է եկել։ Ու եթե կհետաքրքրի, աչքի տակով անցկացրու։ Ու ես չգիտեմ սրանից հետո ինչ կլինի։ Բայց ես ևս մեկ անգամ զարմացա այս աշխարհի վրա։ Այսինքն Երթական պատճառ եմ անեկել, որ թող ես հետո տանը գնամ։ Դա կլոպ է։ Да. Ինչը։ Իսկ դու վախենում էիր։ Ճիշտ ես։ Շատ էի վախենում։ Մամային դեռ շատ երկար ժամանակ է պետք որ այս ամեն ինչի հետ հաշտվի։ Գիտեմ։ Այդ ոչինչ, ես ամեն ինչ կանեմ, որ շուտ հաշտվի։ Մեզ իրա փոխարեն ավելի վատ կվարվի։ Խեղճ մամաս մտածումը գժվել եմ։ Չնայած ճիշտ է մտածում։ Եթե այսքան տարի որոշել ենք նորից սկսել, ուրեմն հաստատ գժվել ենք։ Կարամ այսօր քեզանից մի ժամ էլ կողանեմ։ 2։
Ինչի համար։ Չեմ ասի։ Քե։ Լավ, ուզում եմ մի հատ տեղ գնանք։ Ուր։ Չեմ ասի։ Լավ, արի սենց անենք։ Դու գնա սպասի ինձ, ես կգամ, ու հետո Ինչ։ Այն ինչ որ 5 տարի առաջ վատ ավարտվեց, ուզում եմ ուղղեմ։ Իսկ ավելի ճիշտ չի լինի Դիանայի հետ խոսես հետո։ Լավ, հենց էլ կանեմ։ Հիմա կգնամ տուն կխոսեմ Դիանայի հետ, որ դու քեզ հանգիստ գաս։ Ինձ նայի։ Սիրում եմ քեզ։ Ես էլ քեզ։ Շատ։ Ես ավելի շատ։ Մարդ չտեսավ։ Բարև։ Բարև։ Սուրճ կխմես թե հաց դնեմ։ Չէ, դուրս եմ գալու, ես հատանից եկել եմ խոսենք։ Ես էլ եմ ուզում խոսենք։ Չեմ ուզում ձգձգեմ Դիանես վիճակը ոչ քեզ աջելի, ոչ ինձ։ Ես էլ սպասում էի, որ գայր ու խոսեինք։ Դիան, երկուսս է արդեն մեծ մարդ ենք ու ինձ թվում է այդ որոշումը երկուսից համար էլ ճիշտ կլինի։ Եվ Ինձ լսի, խնդրում եմ։ Եվ ես հղի եմ։ Ինչ ես ասում։ Մենք երեխա ենք ունենալ։ Ես հղի եմ։ Արևես շորով ոնց որ իսկական տիկնիկ լինես։ Չգիտեմ, ինձ թվում է չի սազում, ես սովոր չեմ սենց շորերի։ Չէ, քեզ շատ է սազում ու վստահ եմ, որ Գևորգին էլ լուր կգա։ Կարծում ես։ Նենց ուրախ եմ։ Ինչի համար։ Այ դու խորամանկ։ Անջան, ես հիմա դուրս գամ։ Չեմ ուզում, որ Գևորգին սպասի։ Դու մամային ուշադիր կլինես, հա։ Լավ։ Հետո անդադ խոսի, որ տրամադրությունը չփչանա։ Դե Գևորգին կբարևես։ Անպայման։ Տեսքս լավ, հա։ Շատ։ Դգնացի, ոչեմ։ Ես հղի եմ։ Բուժումն իր արդյունքը տվեց, իմ մոտ ստացվեց։ Չի կարա տենց բան լինի։ Եվ Սուտ ես ասում։ Սուտ ես ասում։ Սուտ ես ասում, որովհետև գիտեր ես քեզ ինչ էի ասելու, դրա համար է սեղիություն հորինել։ Եվ ես ոչինչ չեմ հորինել։ Ես Արևիկը չեմ։ Չփորձվես Արևի անունը չտաս։ Ես ինքս էլ ամենակիչը հիմա կուզենայի հղի լինել, որովհետև մեր հարաբերությունները… Չեմ հավատում։ Եվ դու արդեն ինձ նեղացնում ես։ Ես կարող եմ քեզ անալիզի պատասխանները ցույց տալ։ Ու երբ ես հասցրել այդ ամեն ինչը դասավորես։ Գնացել էի, որ հերթական անալիզի փոփոխությունների մասին իմանայի, պարզվեց, որ հղի եմ։ Ուզում եմ 1000 թուղթ բերես, մեկը չեմ հավատում։ Եվ մի վիրավորի ինձ։ Ես հասկանում եմ, որ նեղացած ես ու չես կարողանում ինձ ներել։ Բայց ես ոչինչ չեմ հորինում, քեզ էլ ոչինչ չեմ պարտադրում։ Ես ընդհանրապես ուզում եի, որ դու իմանաս, որովհետև սա նաև քո երեխան է, իմ եւ քո երեխան։ Ահա որա, ես քեզանից ամեն ինչ սպասում եմ արդեն։
Եվ երդվում եմ, ոչինչ չեմ սարքել։ Սուտ ես ասում։ Սուտ ես ասում։ Ու դու ուզում ես նորից քո օգտին օգտագործես այս իրավիճակը, որովհետև քո համար պրոբլեմ չի թուղթ սարքել, ուզում ես զորով քո կողքը պահես։ Եվ ես ասեցի, ոչինչ չեմ սարքել, ես քեզ զորով իմ կողքին չեմ պահելու, ընդամենը ուզում եի, որ դու տեղյակ լինես։ Հա, Գև, ճիշտ ես, ես կարող էի թուղթ սարքել, բայց մինչև երբ պիտի խաբեի, որ ես հղի եմ։ Վերջի վերջո մենք միասին կարող ենք գնալ բժշկի։ Եվ ես ընդունում եմ, որ դու շոկի մեջ ես, բայց դու էլ ընդունի, որ ես հղի եմ։